Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անկասկած ունեն ոչ միայն թերևս ոչ այնքան ներքին, որքան որ տարածաշրջանային կարևորություն։ Հունիսի 7-ի քվեարկության արդյունքների հաշվարկին գրեթե համաժամանակյա Իրանը եւ Իսրայելը հրթիռային հարվածներ են փոխանակել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել փոխադարձ հարվածները, բայց չկա երաշխիք, որ տեղի կունենա հակառակը եւ լայնածավալ պատերազմը կվերսկսվի։ Ուշագրավ է, որ Իրանա-իսրայելական լարվածությանը նախորդել է ամերիկյան CNN-ի տեղեկատվական արտահոսքը, ըստ որի Իսրայելն Ադրբեջանի հարավային շրջաններում կոմանդո ուժեր է տեղաբաշխել, որպեսզի օգտագործի Իրանի դեմ պատերազմում։ Նախորդ օրերին դիվանագիտական սուր փոխհրաձգություն է արձանագրվել Թուրքիայի եւ Իսրայելի միջև։ Հանդես գալով իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության տեղական կառույցներից մեկի ժողովում Թուրքիայի ներքին գործերի նախարար Չիվչին հայտարարել է, որ ինչպես մենք տեսել ենք Դամասկոսի, Հալեպի եւ Ղարաբաղի ազատագրումը, եթե Աստված կամենա, այդպես էլ մի օր կտեսնենք Երուսաղեմի ազատագրումը։ Չիվչին անկեղծացել է, որ երբ իրեն նշանակել են Էրզրումի նահանգապետ, աղոթել է գեթ մի օրով Երուսաղեմի նահանգապետ լինելու համար։ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հակադարձել է, որ Երուսաղեմը 3000 տարի եղել է հրեա ժողովրդի մայրաքաղաքը եւ հավիտյանս կմնա Իսրայելի մայրաքաղաք։ Իսրայելն ուժեղ պետություն է եւ բազմիցս ապացուցել է, որ կարողանում է իրեն պաշտպանել ցանկացած սպառնալիքից։ Թուրքիի պարբերականի փոխանցմամբ Չիվչին իր հերթին հակադարձել է եւ հավաստիացրել, որ Թուրքիան մշտապես սրտում կպահի Երուսաղեմի ազատության հարցը։ Գործ ունենք արդեն ոչ թե փորձագիտական կամ հանգստի կոչված դիվանագետների հերրակա բանավեճի, այլ երկու հավակնոտ երկրի ուժային կառույցների ղեկավարների միջև բացահայտ սպառնալիքի փոխանակման հետ, ինչը վկայում է, որ ինչպես իսրայելա-իրանական, այնպես էլ թուրք-իսրայելական լարվածությունը Միացյալ Նահանգների կառավարելիությունից դուրս է գալիս։ Խնդիրը չափազանց զգայուն է նրանով, որ Ադրբեջանը ռազմավարական դաշնակցությամբ կապված է Թուրքիայի հետ, բայց միաժամանակ սերտ կապեր ունի Իսրայելի հետ։ Եթե հավելենք, որ Իրано-ադրբեջանական հարաբերությունները նույնպես բարդ են, ապա հարկ կլինի առնվազն անհանգստություն հայտնել, թե Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման ընթացքը ինչ խոչընդոտների կարող է բախվել։ Ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը մեղմ ասած ՔՊ-ի հաղթանակով հիացած չէ։ Բաքվից եւ Անկարայից առայժմ պաշտոնական արձագանքներ չկան։ Նկատելի լարվում են ռուս-վրացական հարաբերությունները։ ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը հույս ունի, որ Վրաստանը կմիանա 3+3 ձևաչափին, իսկ Ստամբուլում հանդիպում են Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները։ Հայաստանը 4-րդը կդառնա։ Ուկրաինական ցանկացած կարգավորում պետք է հաշվի առնի Եվրամիության եւ նրա անդամ առանձին երկրների շահերը։ Այդ համաձայնության են եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Մերցը։ Նրանք Լոնդոնում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, ըստ տարածված հաղորդագրության եվրոպական եռյակն ուկրաինական կարգավորման նախապայման է համարել կրակի եւ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովի հարթակից այդ գաղափարը մերժել է եւ զինվորականներին աշխատելու կոչ արել։ Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները մոտենում են ճգնաժամի կետին, անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Կալասը տեղեկացրել է, որ Եվրամիության անդամ երկրների ռազմածովային ուժերը այսուհետ Ռուսաստանի ստվերային նավատորմի դեմ գործողություններ կիրականացնեն ոչ միայն Բալթիկայում, այլև Միջերկրական ծովում։ Այդ որոշումը կայացրել են ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները։ Ակնկալվում է, որ հունիսի 15-ին Եվրամիությունը կհամաձայնեցնի նկատմամբ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը կտարածվի ավելի քան 80 իրավաբանական եւ ֆիզիկական անձի նկատմամբ։ Խոսքն առաջին հերթին Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ սերտորեն կապված ընկերությունների մասին է։ Ինչպես անոնսավորել է Կալասը, պատժամիջոցներ կսահմանվեն նաև մարդու իրավունքները խախտող անձանց եւ քարոզիչների նկատմամբ։ Ովքեր են Ռուսաստանի քարոզիչները, որոնց նկատմամբ Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի, առայժմ պարզ չէ։ Վերջերս հրապարակվել է Ռուսաստանի 100 ազդեցիկ գործիչների վարկանիշային ցուցակը։ Առաջին 50 ազդեցիկ գործիչների շարքում տեղ է գտել նաև պետական հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը։
Սա բարձր վարկանիշ է եւ վկայում է, որ Կրեմլը չափազանց մեծ նշանակություն է տալիս պետական քարոզչությանը։ Եվրամիության պատժամիջոցները կարելի է վստահաբար ասել Ռուսաստանի պետական քարոզչության որևէ փոփոխության չեն հանգեցնի։ Ավելի հավանական է, որ Կրեմլը ավելի կխստացնի մամուլի նկատմամբ հսկողությունը։ Ռուսաստանի քարոզչության թիրախներից մեկը վերջին ամիսներին Հայաստանն է։ Մոսկվան այլևս չի թաքցնում, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները թշնամանք են իր հանդեպ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայել են, որ Մոսկվայի քարոզչական նարատիվները Հայաստանում բնակչության ավելի քան 1/3-ի համար պահանջված են։ Սա լուրջ ահազանգ է։ Իրավիճակը հաղթահարելու կամ գոնե շտկելու համար անհրաժեշտ է առաջին հերթին պետական մոտեցում, օրենսդրական կարգավորումներից մինչև դրամանշնորհների տրամադրում, բայց առաջին հերթին պետք են տեղեկատվաքարոզչական նորագույն մշակումներ։ Այլապես Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը, որ կատարվել է հունիսի 7-ին, կմատնվի տեղապտույտի։ Հայաստանի քաղաքական ուժերը եւ փորձագետները Լեռնային Ղարաբաղում 2020-ից 23 թվականների իրադարձություններին, հատկապես Լաչինի միջանցքի շրջափակմանն անդրադառնալիս որպես կանոն դիմում են Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությանը։ Բայց գոյություն ունի Ռուսաստանի Դաշնության նախագահի առ 10 նոյեմբերի 2020 թվականի Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման միջոցառումների մասին թիվ 695-րդ հրամանագիրը, որն առ այսօր կախված է Կրեմլի պաշտոնական կայքում։ Հայ փորձագետները, որքանով դիտարկվում է, առ այսօր ուշադրություն չեն դարձրել այդ իրավական ակտի 3-րդ կետին, որով Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարում է Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանական Հանրապետության արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժի ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնել։ Այս հրամանագիրը ստորագրվել է ռազմական գործողությունների դադարեցումից ժամեր հետո։ Ռուսաստանի նախագահը գերազանց գիտեր, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև անարգել հաղորդակցություն հաստատելու համար պահանջվում է ոչ միայն կողմերի միջև քաղաքական նոր համաձայնություն, այլև տարիների ինժեներաշինարարական աշխատանք, որպեսզի վերականգնվի երկաթուղագիծը, կառուցվի ավտոճանապարհ։ Այդուհանդերձ Վլադիմիր Պուտինը ԱԴՑ-ին հրամայել է Հայաստանի նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Ճիշտ է, ձևակերպումը դիվանագիտական է, բայց հրամանագրի ընդունման ժամանակը վկայում է, որ այդ պահից Մեղրիի անցուղու նկատմամբ Հայաստանի իրավազորությունը ենթարկեցվում է ԱԴՑ վերահսկողությանը։ Ինչ հետևանքներ դա կունենար Հայաստանի համար, եթե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը վերաձևակերպվեր ռուս-ադրբեջանահայկական պայմանավորվածության, մնում է միայն ենթադրել։ Իդեպ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները ժամանակին հայտնել են, որ տարաձայնությունները ծագել են այն ժամանակ, երբ Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել է Լաչինի միջանցքի վերահսկողությունը նույնպես փոխանցել ԱԴՑ-ին։ Հնարավոր է դա տեղեկատվական սադրանք է, բայց Հայաստանի դեպքում պարզ է, որ Ռուսաստանի նախագահի հրամանագրով Մեղրիի անցուղին օկուպացրել է, ի տարբերություն Լաչինի միջանցքի, որի վերահսկողությունը վերապահվել է խաղաղարար զորախմբին։